Երկրորդ Թեսաղոնիկեցիներին 2-րդ գլուխ 3-րդ խոսք։ Այս հատվածում Պողոսը խոսում է հակաքրիստոսի գալստյան մասին։ Նա զգուշացնում է, որ հակաքրիստոսը չի գա, մինչև որ մի այլ բան տեղի չունենա։ Ուրեմն, եթե այդ մի այլ բանը դեռ չի տեղի ունեցել, ապա գիտենք, որ հակաքրիստոսը դեռ չի գալու։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 2-րդ գլխի 3-րդ խոսքում Պողոսը գրում է. «Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա ու չհայտնվի անօրենության մարդը, կորստյան որդին»։ Անօրենության մարդը հակաքրիստոսի անուններից է, բայց Պողոսն ասում է՝ մի պատկերացրեք, թե հակաքրիստոսը կգա, մինչև որ նախ չլինի այն, ինչ այս թարգմանությունը կոչում է ուրացում։ Միջազգային նոր թարգմանությունն այն կոչում է հակառակություն, իսկ ամերիկյան նոր ստանդարտը ապոստասիա, այսինքն հավատուրացում։ Այսինքն, նախքան հակաքրիստոսի գալը կլինի հավատուրացում, անդառնալի անկում։ Լավագույն թարգմանությունը հենց ապոստասիա, հավատուրացում բառն է, եթե ծանոթ եք այդ տերմինին, քանի որ հունարենում հենց այդպես է գրված։ Այն նոր կտակարանում օգտագործված է միայն մեկ այլ վայրում, Գործք Առաքելոց 21:21-ում, որտեղ Պողոսին մեղադրում են ապոստասիայի մեջ, Մովսեսի օրենքին անհնազանդություն սովորեցնելու համար։ Այսինքն այդ բառի իմաստն է դիմադրություն և անհնազանդություն աստվածային հայտնված ճշմարտության դեմ։ Մինչև դա տեղի չունենա, Պողոսն ասում է, հակաքրիստոսը չի հայտնվի։ Փաստորեն, եկեղեցու հավատուրացումն է ճանապարհ հարթելու հակաքրիստոսի համար։ Քանի որ Աստված սահմանել է, որ եկեղեցին որպես նրա կառավարման մարմին երկրի վրա, պետք է արգելք հանդիսանա մարդկային անօրենության դեմ։ Բայց երբ եկեղեցին հրաժարվում է այդ կարգից և դառնում է անօրեն, այլևս ոչինչ չի մնում, որ զսպի անօրենությունը երկրի վրա։ Ահա թե ինչու այսօր աշխարհում անօրենության աճող պատկեր ունենք, որովհետև եկեղեցին մեծ մասամբ հավատուրացման է ենթարկվել։ Այն դադարել է հնազանդվել Աստծո բացահայտ ճշմարտությանը և դարձել է ըմբոստության առաջնորդ։ Կան պատմականորեն շատ վառ օրինակներ, երբ եկեղեցին անկում է ապրում, Աստծո զսպող ուժը հեռացվում է։ Մի օրինակ բերեմ։ 20-րդ դարավերջին Գերմանիայում քրիստոնյա աստվածաբանները հորինեցին մի բան, որը կոչեցին նոր աստվածաբանություն։ Դա իրականում այնքան էլ նոր չէր, այն սկիզբ է առել դեռևս Եդեմի պարտեզից, բայց այն այդպես կոչեցին։ Ըստ այդ նոր աստվածաբանության հին կտակարանը չպետք է ընդունվի բառացի կամ լուրջ, այն պարզապես առասպելների, պատմությունների, բանաստեղծությունների և հատվածների մի խառնուրդ է, բայց ոչ բառացիորեն Աստծո խոսքը։ Դա աղետալի ազդեցություն ունեցավ Եվրոպայի վրա և դրա հետ մեկտեղ նաև աշխարհի մեծ մասի վրա։ Երբ Գերմանիայում եկեղեցին հավատուրացության ենթարկվեց, դա ճանապարհ հարթեց չարության և անօրենության մի հեղեղի համար, որի հետևանքները մենք այսօր էլ շարունակում ենք կրել։ Երկրորդ բանը տեղի ունեցավ 1910 թվականին։ Գերմանիայի եկեղեցու ղեկավարները, քրիստոնյա առաջնորդները հրապարակեցին պաշտոնական հայտարարություն, որով մերժում էին հոգեգալստական շարժումը։ Նրանք ասացին, որ այն սատանայից է, սակայն փառք Աստծուն մի քանի տարի առաջ Գերմանիայի եկեղեցու առաջնորդները հավաքվեցին և հրապարակայնորեն զղջացին այդ հայտարարության համար։ Մինչ այս երկու բաները, աստվածաբանների հավատուրացումը և եկեղեցու առաջնորդների կողմից Սուրբ Հոգու մերժումը ճանապարհ բացեցին անօրենության հեղեղի համար։ Թույլ տվեք ընդամենը երկու անուն տալ՝ Կարլ Մարքս և Ադոլֆ Հիտլեր։ Այդ երկու մարդկանց առաջանալը, որոնք երկուսն էլ Գերմանիայից էին, ուղղակիորեն կապված է Գերմանիայի եկեղեցու հավատուրացման հետ։
Ուրեմն Պողոսն ասում է լինելու է հավատուրացում, անկում, աստվածային հայտնված ճշմարտության գիտակցված մերժում։ Հավատուրացումն այսօր կոչվում է հումանիզմ, իսկ դրա իգական տարբերակն է ֆեմինիզմը։ Դրանք նույն հավատուրացման տղամարդու և կնոջ տարբերակներն են։ Դա սկսվում է սատանայի առաջին գայթակղությունից, ուղղված Ադամին և Եվային։ Երբ նա ասաց դուք կլինեք ինչպես աստվածներ, ճանաչելով բարին և չարը, նա գայթակղեց մեր նախածնողներին վերցնել իրենց վրա այն իրավասությունը, որը միայն Աստծուն է պատկանում, որոշելու ինչն է բարին և ինչն է չարը։ Դա հենց այն է, ինչ հումանիզմն է։ Այն խլում է Աստծուց բարոյականության, արդարության և ճշմարտության բացարձակ չափանիշներ սահմանելու իրավունքը և ասում է մենք ինքներս կսահմանենք մեր չափանիշները։ Մենք կորոշենք ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է ճշմարիտ, ինչն է կեղծ, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Անձամբ ես հավատում եմ, սա իմ կարծիքն է, որ այսօր աշխարհում ամենահզոր սատանայական ուժը հենց հումանիզմն է։ Եթե ժամանակ ունենայինք, մենք կարող էինք ուսումնասիրել հումանիզմի հետևանքները դեպքից դեպք, բայց դրա նենգությունն այն է, որ այն առաջին հայացքից այնքան չար չի թվում, որքան իրականում կա։ Ինչպես ես միշտ ասել եմ և չեմ ամաչում կրկնելուց, ֆեմինիզմը հումանիզմի իգական տարբերակն է։ Դուք կարող եք ասել, ինչու սատանան նոր գայթակղություն չի հորինում։ Ես կասեմ, որովհետև հինը միշտ աշխատում է։ Սերնդեսերունդ նա միշտ հաջողում է համոզել մարդուն վերցնել այն իրավասությունը, որն Աստծունն է։ Այն բնավորության արատը, որին նա դիմում է, միշտ նույնն է։ Հպարտություն։ Ես ուզում եմ ձեզ բոլորիդ ասել, հպարտությունն ամենավտանգավոր բանն է, որ կարող է մուտք գործել ձեր կյանք։ Այս հավատուրացման և եկեղեցու անօրենության արդյունքում անօրենությունը ներթափանցեց մարդկային ցեղի մեջ։ Եվ Հիսուսը կանխատեսել էր դա։ Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ 12-րդ խոսքում Հիսուսը մի փոքր ցուցակ է տալիս այն բաների մասին, որոնք նշաններ կլինեն աշխարհի ավարտի համար։ Նա խոսում է քրիստոնյաների հալածանքի մասին, շատ քրիստոնյաների ընկնելու մասին, բազմաթիվ կեղծ մարգարեների մասին և հետո 12-րդ խոսքում ասում է. «Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու»։ Այստեղ սեր բառի համար օգտագործված հունարեն բառը ագապեն է, որը սովորաբար օգտագործվում է որպես քրիստոնեական սեր։ Հիսուսը զգուշացնում է, որ երկրի վրա կստեղծվի անօրենության այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ քրիստոնյաները կազդվեն դրանից և նրանց սերը կթուլանա ու կսառչի։ Ուրեմն այս անօրենության վիճակն է այն, որի առջև կանգնած ենք այսօր։ Չգիտեմ դուք երբևէ կարդացել եք Ամեն օր Հիսուսի հետ օրացույցը Սելվին Հյուզի կողմից, ով Բրիտանիայում ապրող ուելսացի է։ Նա անգլիացի չէ, մենք կարդում ենք այն Ռութն ու ես տարիներ շարունակ։ Այս բաժնում նա մեկնաբանում է Հռոմեացիներին 12-ի 2-րդ խոսքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Նրա մեկնաբանությունն այս է և այն ամբողջովին համապատասխանում է իմ ասածին։ Քրիստոնեական եկեղեցին միշտ էլ վտանգի մեջ է եղել աշխարհի կողմից մտքերի գրոհին և ուղեղի լվացմանը ենթարկվելու, բայց միգուցե դա երբեք այդքան ուժգին չի եղել, որքան այս ժամանակաշրջանում։ Սեկյուլարիզմը, որը հումանիզմի մեկ այլ անվանումն է, տարածել է իր ճանկերն ամենուր, այնպես որ գրեթե չգիտակցելով մենք սկսում ենք մտածել կյանքի կարևոր հարցերի մասին նույն մտածելակերպով։ Ինչ աշխարհն է։ Իհարկե ես խոսում եմ այն հարցերի մասին, որտեղ հստակ և տարբերակիչ տեսակետ կա։
J.B. Phillips-ը այս հատվածը թարգմանում է այսպես. «Թող աշխարհը ձեզ չձուլի իր կաղապարի մեջ, այլ Աստված թող ձեր միտքը ներսից վերանձնավորի»։ Սա շատ լուրջ եւ տագնապալի զգուշացում է։ Ես ամեն տեղ, որտեղ գնում եմ, հատկապես Արևմուտքում, տեսնում եմ, ինչպես է եկեղեցին ձուլվում աշխարհի մտածողության ձևին։ Երբ մենք սխալ մտածենք, ի վերջո սխալ կվարվենք։ Մենք բոլորս լսել ենք Աստվածաշնչի ժամանակակից անգլերեն թարգմանությունների մասին, ինչը նորմալ է։ Ես ոչ մի առարկություն չունեմ դրա դեմ, բայց ես ասում եի Ռութին, կարող ես ունենալ ժամանակակից լեզու առանց ժամանակակից մտածողության։ Ես հավատում եմ, որ հնարավոր է, բայց դրա համար մեծ զանազանություն է պետք։ Որոշ ժամանակակից թարգմանություններ անցնում են ժամանակակից լեզվից դեպի ժամանակակից մտածողության։ Այս համատարած ապստամբությունը հրահրում է Աստծո ամենասարսափելի դատաստաններից մեկը, որը կարելի է պատկերացնել։ Փաստորեն, հավանաբար հնարավոր էլ չէ ամբողջությամբ պատկերացնել։ Հետաքրքիր է, քանիսը եք հավատում, որ Աստված դատելու է աշխարհը։ Դուք հավատում եք, որովհետև շատ մարդիկ կան, որ ապրում են այնպես, ասես այդ դատաստանը երբեք չի լինելու։ Եսայա մարգարեի 24-րդ գլխում 4-ից 6 խոսքերում մենք ունենք երկրի վրա գալիք դատաստանի մի պատկեր։ Եթե սկսենք առաջին խոսքից, դա ամենազարմանալի հայտարարություններից մեկն է։ Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։ Սա առաջին խոսքն է։ Հետո 3 խոսք ներքև 4-ից 6-ը։ Սգում թախծում է երկիրը, նվաղում թախծում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները։ Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։ Դրա համար անեծքը լափում է երկիրը և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին ու սակավաթիվ մարդիկ մնացին։ Չգիտեմ դուք ինչ եք զգում այս մասին, ես զգում եմ, որ դա հենց այնպես է լինելու է, ինչպես գրված է։ Ուրեմն մենք պետք է իմանանք ինչու, ինչն է լինելու այդպիսի սարսափելի դատաստանի պատճառը Աստծո կողմից ամբողջ երկրի վրա։ Պատասխանը 3-ն է։ 5-րդ խոսքը։ Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։ 3 մեղադրանք է հնչում երկրի կամ նրա բնակիչների հասցեին։ Առաջին, մենք խախտել ենք օրենքները։ Օրինակ կարելի է բերել 10 պատվիրանները։ Մենք խախտել ենք 10 պատվիրանները։ Երկրորդ, փոխել ենք կարգը կամ կանոնները։ Կարգը իմ կարծիքով նշանակում է այն ձևը, որով Աստված կարգել է, որ կյանքն ընթանա, կյանքի կառուցվածքը հատկապես ընտանիքի և տան մեջ։ Եվ երրորդ, խախտել ենք հավիտենական ուխտը։ Այն ուխտը, որ հաստատվեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Կասեի քրիստոնյա անունը կրող մարդկանց մեծամասնությունն այսօր խախտել է այդ ուխտը։ Մենք ուխտադրուժ ժողովուրդ ենք։ Շնորհակալ եմ Աստծուն, հավանաբար դա չի վերաբերում այստեղ ներկա գտնվողներին, բայց եթե հաշվի առնենք, որ հիմնական հարանվանությունների առաջնորդներից շատերը հրապարակայնորեն մերժել են այսպիսի ճշմարտություններ, ինչպիսիք են Հիսուսի կուսական ծնունդը, Հիսուսի մարմնավոր հարությունը և ընդունել են օրինակ համասեռամոլների ամուսնությունները, ապա պետք է ասենք, որ մենք խախտել ենք հավիտենական ուխտը։ Եվ դա է պատճառն այստեղ նկարագրված Աստծո դատաստանի։